Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Իսրայելը դատարկվում է, Թուրքիայում վհուկների որս է, Իսպանիայում կոչ են անում Ալիևի ռեժիմին դադարեցնել էթնիկ զտումները, իսկ արհեստածին Ադրբեջանում պատերազմի հաղթանակը նշում են տրանսգենդերի համերգով։ Բարև ձեզ, Փաստինֆոյի եթերում բաց մի թողեք հաղորդաշարն է, որի շրջանակներում շարունակում ենք հետևել թշնամու ներքին անցուդարձին։ Երուսաղեմը սրբավայր, որտեղ խոստանում են խաղաղություն, բայց ապրում ատելությամբ։ Իսրայելական իրավապաշտպան կազմակերպության տվյալներով 5 քաղաքի հակաքրիստոնեական հարձակումների գրեթե կեսը ուղղված են հայ քրիստոնյաների դեմ։ Միայն վերջին ամիսներին օկուպացված տարածքներում արձանագրվել է 31 հանցագործություն հավատքի հիմքով։ Թվում է, սրբության կենտրոնում հավատը վաղուց փոխարինվել է անպատժելիությամբ, իսկ աղոթքի ձայնը քարերի լռությամբ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մոտ կանգնած թելեգրամյան ալիքը գրում է. Սիոնիստական իշխանության ներսում արդեն խոստովանում են այն, ինչ բոլորն էլ վաղուց գիտեն։ Իսրայելը դատարկվում է։ Քնեսետի падգամավոր Գիլադ Կարիվը հայտարարում է, որ վերջին 2 տարում տասնյակ հազարավոր իսրայելցիներ լքել են երկիրը։ Ինքը Կարիվը դա անվանել է ազգային անվտանգության սպառնալիք, ընդունելով, որ պետությունը սահում է վտանգավոր թեք հարթությամբ։ Թուրքիայում էլ կրկին վհուկների որս է, այս անգամ ՖԵԹՕ-ի անդամների տեսքով։ Միայն վերջին 1 ամսում երկրի 50 նահանգներում ձերբակալվել է 286 մարդ, որոնցից 154-ը արդեն իսկ կալանավորված են։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Եռլիկայան հայտարարում է, թե պայքարը շարունակվելու է մինչև վերջ։ Հախինազն էլ գրում է, որ իրականում այս անսպառ պայքարը վաղուց դարձել է իշխանության համար գործիք, երբ պետք է թշնամի միշտ գտնում են։ Ադրբեջանի պետական բյուջեն էլ վերջին շաբաթների ընթացքում լուրջ հարվածներ է ստանում։ Բանն այն է, որ հում նավթի միջազգային գները կտրուկ անկում են գրանցել, Բրենտը մոտավորապես $61 է հասել, իսկ ռուսական Ուրալսը $47։ Ադրբեջանական Ազերի լայթը, որը սովորաբար Բրենտից $2 ավելի թանկ էր, այժմ վաճառվում է գրեթե $7 էժան բյուջեում նախանշված գնից։ Միջազգային վերլուծաբանները պարզաբանում են, անկում առավելապես քաղաքական ու աշխարհաքաղաքական պատճառներով են։ Դա նշանակում է, որ եթե ոչ մի արտակարգ միջամտություն տեղի չունենա OPEC+-ից կամ սպառող երկրներից, ադրբեջանական բյուջեն ստիպված է լինելու երկար ժամանակ էժան նավթի օդ շնչել, սպասելով հրաշքին։ Իսպանիայի Բիլբաո քաղաքում իսպանական Ատլետիկ ադրբեջանական Ղարաբաղ խաղից առաջ հայտնվել են թռուցիկներ, կոչով կանգնեցնելու Ալիևի ռեժիմի կողմից իրականացվող էթնիկ զտումները Արցախում։ Սրան ի պատասխան, ինչ է անում Ղարաբաղի թիմի ղեկավարությունը, բնականաբար անմիջապես դիմում է ոստիկանությանը։ Թվում է, նույնիսկ արտերկրում Բաքուն շարունակում է վախենալ ճշմարտացի նախադասությունից, իսկ Եվրոպան լուռ է։ Այն նույն Եվրոպան, որ տեսավ տասնյակ հազարավոր արցախցիների տեղահանումը եւ պարզապես լռեց։ Բայց չէ՞ որ միջանցքը պետք է աշխատի։ Ռուսաստանին պետք է շրջանցեն, իսկ խաղաղությունն էլ կարող են հայ ազգի հաշվին հաստատել։ Փաստացի Եվրոպան Ալիևի ռեժիմի նկատմամբ իր որդովմունքը հայտնում է բառերով, իսկ գործնականում աջակցում է նրան։ Թեհրանում էլ օրերս հազվադեպ տեսարան էր։ Իրանի գերագույն առաջնորդը Ալի Խամենեին վերջապես հայտնվել էր հանրության առաջ։ Բայց այս անգամ ուշադրությունը գրավեց ոչ թե նրա խոսքը, այլ ծիծաղը։ Խամենեին, ասում են, ժպտացել է, դիտելով երեխաների ելույթը ճակերտավոր հին ադրբեջանական սպորտաձևում Զորխանայում։ Այո, հենց այն նույն Զորխանայում, որը ադրբեջանցիները այսօր փորձում են ներկայացնել որպես ազգային ավանդույթ, մոռանալով, որ այն իրանական մշակույթի մաս է կազմում դեռևս նախքան Բաքվի հայտնվելը։ Իրանական սոցցանցերում գրում են. Խամենեին այսքան հաճույքով վաղուց չէր ժպտացել եւ ընդգծում, որ Ադրբեջանի նման հարևան ունենալու պարագայում ժպտալու պատճառներ գրեթե չկան։ Բաքվի գիտնականների գիտական մոտեցումը փողի նկատմամբ պարզվում է սահմաններ չի ճանաչում։ Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի դուստրը Գյունայ Մասիմովան մնացել է առանց միլիոնների ոչ թե գիտական, այլ մաքուր քրեական ճանապարհով։ Գերմանիայում գտնվող նրա բանկային սեյֆից, որտեղ պահվում էին մոտ $1 միլիոն համարժեք գումար եւ ադամանտներ, պարզապես անհետացել են։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական աղբյուրները,
ընկերն է գողացել, իսկ Մասիմովան էլ փախել է Գերմանիայից, մինչև ոստիկանությունը սկսեր հետաքրքրվել, որտեղից այդ գումարները համեստ գիտնականի աղջկան։ Բաքվի մետրոյում կյանքն իրապես ձանձրալի չի անցնում։ Կայարաններից մեկում հերթական բախումն է տեղի ունեցել ուղևորների եւ ոստիկանների միջև։ Աքինազի փոխանցմամբ իշխանության հավատարիմ իրավապահները, ինչպես միշտ, փորձել են կարգ ու կանոն հաստատել, այսինքն բռնել, լռեցնել եւ եթե պետք է, խփել։ Ինչն է պատճառը, դեռ պարզվում է, բայց Բաքվում պատճառ պետք չէ, բավարար է պարզապես դուրս չգալ Ալիևի ռեժիմին։ Այսպես է անցնում առօրյան երկրի մայրաքաղաքում, որտեղ անգամ մետրոն դարձել է վախի ստորգետնյա թատրոն, գրում է կայքը։ Թուրքիան պատրաստվում է քրեական պատասխանատվության ենթարկել քաղաքացիներին սեռափոխության կամ նույնասեռական ամուսնությունների համար։ Նոր օրինագծի համաձայն հասարակության մեջ ինքնությունը փոխելու կամ սեփական սեռը ներկայացնելու համար առաջադրվում է 1-ից 3 տարվա ազատազրկում։ Բացի այդ, նույն օրինագիծը կրիմինալացնում է միասեռ ամուսնությունն ու հարսանիքները, սահմանելով մինչև 4 տարվա ազատազրկում, իսկ հրապարակային սեռական գործողությունների համար պատիժը աճում է 1-ից 3 տարի։ Մինչ Թուրքիան պայքարում է միասեռականների դեմ, նրա փոքր եղբայր Ադրբեջանը հակառակն է անում։ Արեստացին Ադրբեջանի Բյուլբյուլա գյուղում Միրզա Ալեքբեր Սաբիրի մշակույթի տանը 2020 թվականի 44-օրյա պատերազմի հիշատակի օրվա միջոցառման գլխավոր հերոս է դարձել տրանսգենդեր երգչուհին։ Սրա շուրջ սկանդալը գյուղից դուրս է եկել մինչև քաղաքական լուրերի շարք։ Տեսանյութը տարածել է Թուրանսկի Էքսպրես Թելեգրամյան ալիքը։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Փաստ-ինֆոյի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Մնացեք մեզ հետ։